Հայկական գեղեցկության չափանիշները շատ չեն տարբերվում միջազգայինից։ Միայն գեղեցիկ արտաքինին գումարել է պետք նաև Հայաստանի մասին գիտելիքը։ Ժյուրիի անդամները պատրաստվում են ստուգել, թե գեղեցկուհիներն ինչ գիտեն հայրենիքի մասին։ Մենք այսօր միայն արտաքին գեղեցկությունը չի պիտի թիվ տնենք, գնահատենք, այլ միաժամանակ ներքին, քանի հարցումներ ունենք եւ ընդհանուր գիտելիքների մասին։ Միս Պանարմենյան մրցույթն առաջին անգամ չի անցկացվում, բայց այս տարի ամենաաշխույժն է, հայտագրվել է 23 մասնակից։ Ժյուրիի անդամն ասում է, երևում է, որ պատրաստված են։ Սկիզբը որ ասենք առաջարկեցինք նորեն ենք համայնքան խայրու ասենք Միս Պանարմենյան, սկիզբը աման բոլորը գիները ոչ, ամեն անգամ նույն հարցը, բայց արդեն դուրս գա որ աղջիկները հետաքրքրվում։ Բեմահարթակում վստահ քայլվածք, հարցերին ճիշտ պատասխաններ եւ շփիտ։ Հաջողության գրավականն են։ Ժյուրին շատ չի տատանվում, 15 րոպե խորհրդակցելուց հետո հայտարարում է, երրորդ մրցանակակիրը Միացյալ Նահանգներից է, երկրորդը Եգիպտոսից, իսկ 6-րդ համահայկական խաղերի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվում Վրաստանից ժամանած հայուհին։ Առաջինը գրավ է մեր գեղեցկուհի Դիանա Որն իր գեղեցկության գաղտնիքը բարդ հարցին հեշտությամբ է պատասխանում։ Հենց դրա համար էլ գաղտնիք է, որ չիմանանք։ Տաթև Դանիելյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։